Բարի լույս, այսօր հունիսի 10-ը չորեքշաբթի 1865 թվականի այսօրը Մյունխենում կայացել է Ռիխարդ Վագների Տրիստան և Իզոլդա օպերայի առաջին ցուցադրությունը։ Սյուժեն հիմնված է Տրիստանի և Իզոլդայի մասին միջնադարյան ավանդապատումների և դրանց գրական մշակումների վրա։ Այս օպերան համարվում է Վագների երաժշտական ստեղծագործության բարձրագույն նվաճումներից մեկը, որն աչքի է ընկնում երաժշտության ճոխությամբ և արտահայտչության ուժով։ Այսօր ժամը 10-ին Արագածոտնի մարզի Օհանավան ու Շիկարբի գյուղերի բնակիչները կհավաքվեն Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհի վրա, իրենց բողոքը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման արտահայտելու համար։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի շրջանակում բողոքի ակցիա է կազմակերպում նաև Ալյանս կուսակցության երիտասարդական միությունը։ Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակում էներգետիկայի նախարարության և կառավարության առջև նրանք իրականացնել Պատժել հեծի գողերին խորագիրը կրող բողոքի ակցիան։ Այսօր ժամը 12-ին Հայ գիրք գրախանութում հայկական ուսումնասիրությունների անի կենտրոնը կներկայացնի Եղիշեկ Հաջունու Զորավոր Անդրանիկ հայկական առանձին հարվածող զորամասը խորագիրը կրող հատորը արևմտահայերենով դասական ուղղագրությամբ։ Զորավորի հայաստանյան 1 տարին կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով նաև հատորի խմբագիրն է։ Շնորհանդեսի օրը գիրքը հնարավոր կլինի գնել Հայ գիրք գրախանութում։ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա Հայաստանի ժողովրդական նկարիչ պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի ծննդյան 85-րդ հոբելյանի կապակցությամբ նկարչի անհատական ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա ժամը 15-ին։ Ստեղծագործությունները կցուցադրվեն նաև Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Բացումը հունիսի 14-ին։ Այժմ կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։ Մաղթում եմ հաճելի օր։